Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց Փակ շուկայի հարցով Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը։ Այսօր դատական ստուգման պետք է ենթարկվեր պատգամավորի բողոքը մերժելու վերաբերյալ Երևան քաղաքի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 6-ի որոշման օրինականության եւ հիմնավորվածության հարցը։ Հիշեցնեմ, դեկտեմբերի 6-ին կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի հայցը, որով նա պահանջում էր Փակ շուկայի ապօրինի կառուցապատման համար քրեական պատասխանատվության ենթարկել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Դատարանի մերժման պատճառաբանությունը հանցակազմի բացակայությունն էր, սակայն Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանի համոզմամբ կենտրոնական բաժնի հետաքննիչի կողմից չի իրականացվել գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն։ Փոխարենը քննիչը ըստ փաստաբանի հիմնվել է քաղաքապետի կողմից գոյություն չունեցող թույլտվությունների վրա։ Թույլտվությունը տրված է, սակայն դրանում բացակայում են թե ինչի համար է քանդման թույլտվությունը, որը պետք է քանդման համար վճարվի ակտ, չկա, արկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չեն ինչ օբյեկտներն են ենթակա քանդման, այսինքն հայեցողությունը թողնված է այլ անձի, թե հետագայում ինչ կլրացվի կամ ինչ է ենթակա քանդման։ Սակայն դատախազ Մամիկոն Գեղամյանն էլ հակադարձեց, ասելով, թե քննիչի կողմից կատարվել է հիմնավորված ու պատճառաբանված որոշում։ Դատարանի որոշումն էլ հետևաբար թե պատճառաբանված է եւ թե հիմնավորված։ Քանդման թույլտվությունը տրամադրվել է, ընդունվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից 20.01.12 թվականին տրված 05/14 160 եղել է քաղաքապետի կողմից տրված թույլտվություն, Քաղաքաշինության նախարարության կողմից տրված հետևաբար վերաքննիչ բողոքը խնդրեի դատարանին որպեսզի մերժի։ Իսկ արձանագրված խախտումների մասով գործը նախկինում քննվել է ու խախտումների համար կառուցապատողն արդեն պատասխանատվության ենթարկվել է, նշեց Գեղամյանը։ Դատարանն էլ քննիչից ու դատախազից պահանջեց փաստեր ներկայացնել։ Հենց այս փաստերը ձեռք բերելու եւ ներկայացնելու համար էլ դատարանը հետաձգեց նիստը մինչեւ փետրվարի 7-ը։ Փոստանջյանի փաստաբանն Ազատության հետ զրույցում ասաց, որ բոլորի համար էլ պարզ է, որ մշակութային արժեք է ոչնչացվել, սակայն հանգամանքներից ելնելով գործն արհեստականորեն ձգձգում են։ Գործում առկա չեն համապատասխան օրենքով սահմանված փաստաթղթերը, այդ իսկ պատճառով դատավորի ինքը հասկանալով փորձում է ժամանակ տրամադրել դատախազին, քննիչին, որպեսզի նրանք կարողանան հայթայթել ինչ որ փաստաթղթեր, նորից ինձ թվում է նույնիսկ չեմ ուզում ասեմ ճակերտավոր ուղղակի ձևաթղթեր, որպեսզի կցնեն գործին։ Ժառանգություն կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ Ազատության հետ զրույցում ասում է, որ այն դեպքում, երբ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները փաստեցին, որ մշակութային հուշարձանն աղճատվել է, դատարանները միևնույն է, այս հարցով գործերը կամ մերժեցին, կամ դրանցում հանցակազմ չտեսան։ Քանի որ մյուս կողմում կանգնած էր մի օլիգարխ, որը որ իշխանության հենարանն է, եւ լոկալ, եւ ընդհանրապես ֆինանսական հենարաններից մեկն է, չուզեցան տրորեն նրա ոդկա։ Քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նոր Փակ շուկաները, այսպես ճակերտավորած նոր Փակ շուկաների ենք ականատես լինելու, եթե շարունակենք տանը նստելով բողոքենք այս իրավիճակից։